Խորհրդարանական ընտրություններ 2012 նախընտրական քարոզարշավի շրջանակներում Բարգավաճ Հայաստան կուսակցության հերթական հանգրվանը Կոտայքի մարզի տարբեր համայնքներն են։ Եղվարդում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընտրողներին է ներկայացնում կուսակցության ծրագրի հիմնական ուղղություններն ու խոսում անելիքների մասին։ Ծրագրում նախանշված անելիքները կարճ ժամանակ անց իրականության են վերածվելու։ Մենք ձեզանից մեկն ենք, նկատում է Գագիկ Ծառուկյանն ու հավելում, որ ԲՀԿ-ի համար առաջնային է մարդու կողքին, մարդու միջոցով ու մարդու համար գաղափարախոսությունը։ Մենք ծանոթ բարեկամով պաշտոնի չենք նշանակում, փողով չենք նշանակում։ Գնահատում ենք մարդու անձը, նվիրվածությունը, գաղափարը, գիտելիքը, արդյունավետությունը։ Երկրի հերոսը պետք է լինի ոչ թե չինովնիկն ու պաշտոնյան, այլ պետք է լինի սովորական մարդը, աշխատող, բարիք բերող մարդը, որը բերում է իր երկրին, իր ժողովրդին։ Հաջորդ հանդիպումն արդեն մարզի Նոր Հաճն քաղաքի բնակիչների հետ է։ Եկել եմ անձամբ ձեզ ԲՀԿ ծրագրային դրույթները ներկայացնելու, քանի որ այսօր կարևոր է յուրաքանչյուրի թքվեն երկիրն ավելի լավը դարձնելու, մեր ցանկությունը կյանքի կոչելու համար, նշում է Գագիկ Ծառուկյանը։ Բոլորի համար ճանապարհը մեկը պետք է լինի, որ բոլորն էլ պետք է մասնակցեն մրցույթին, հաղթի բանիմացը խելացին, արդյունավետը։ Միայն այդ դեպքում կարող ենք մենք ունենալ հզոր պետություն, զարգացող տնտեսություն, բարեկեցիկ ընտանիք։ Խնդիրները շատ են, ես գիտեմ, բայց պետք են համակարգված ու նպատակային գործողություններ դրանք լուծելու համար, եւ ԲՀԿ-ն գիտի ինչպես դա անել, ընդգծում է կուսակցության նախագահը։ Մարդը իրական կյանքում պետք է տեսնի տվյալ մարդը քարը քարին դրել է, մի որևէ գործ, մինչև վերջ, առանց որևէ պետական լծակի, արած կա, այդ ծանոթության տակ մտած կա, կոլեկտիվ ղեկավարած կա ինքը իր աշխատանքով, իր կազմակերպությամբ, թե չկա, միայն մեծ ճարտար խոսքեր են։ Մենք երբեք ավելնորդ բառ չենք ասելու, քիչ ասելու ենք, շատ անենք, Աստված ինձ հնարավորություն է տվել, ես էլ պետք է կարողանամ այդ հնարավորությունը ճիշտ օգտագործեմ, օգտակար լինեմ այն խնդիրներով, որի անհրաժեշտությունը կա։ Պարզա բարեգործությամբ երկիր չես կառուցի, ճիշտ հասկացեք ինձ։ Պետք է պետությունը հզոր լինի, տնտեսությունը զարգանա, որ ժողովրդի վիճակը լավ լինի։ Հզոր պետություն, զարգացող տնտեսություն, բարեկեցիկ ընտանիք, սա է երկրի զարգացման ԲՀԿ տեսլականը, որը կյանքի կոչելու համար Բարգավաճ Հայաստան կուսակցության թիմը առաջիկա տարիներին ուղղորդելու է իր ջանքերը։ Այս մասին Գագիկ Ծառուկյանը հայտարարում է արդեն Կոտայքի մարզի Բյուրեղաբան քաղաքում։ Ձեր եւ միայն ձեր ընտրությունից է կախված լինելու, թե ինչպիսի Հայաստան ենք մենք ունենալու։ Դուք եք այն ուժը, որ կարող եք մեր հայրենիքը դարձնել ավելի բարեկեցիկ ու ավելի խաղաղ ու անվտանգ, նշում է Գագիկ Ծառուկյանը։ Ոչ մի բան հաշվի մի առեք։ Այլ ձեր հոգու առաջ, ձեր գաղափարի առաջ, որ ձեզ հնարավորություն է տրված, այդ ընտրությունը ազնիվ կատարեք, հետևեք, ձեր ձայներից է կախված, թե առաջիկա 5 տարիներում ինչ կառավարություն կձևավորենք։ Ձեր ձայներից է կախված, թե առաջիկա 5 տարին ինչ պետություն կունենանք։ Առանց ծանոթի, առանց բարեկամի, առանց որևէ այլ խոստումների։ Լիարժեք գնացեք ձեր ձայնը տվեք, վստահեք եւ պահանջեք։ Հավաքի եզրահանգումը մեկն է։ Բոլորս մայիսի 6-ին կատարենք մեր ընտրությունը Բարգավաճ Հայաստան ունենալու օգտին։ Իվետ Ատոնոյան, Աշոտ Համբարձումյան, Մհեր Կիրակոսյան, Հովհաննես Քյուրքչյան, Էպիկենտրոն։